ԿՊ պատգամավոր Արման Եղոյանը իր Facebook-յան էջում հանդես է եկել մի սպեկուլյատիվ գրառմամբ, որտեղ հրապարակել է Իլհամ Ալիևի 2011 թվականին հնչեցրած մտքերը Երևանի խանության մասին եւ ասում է, որ ինչու եք մեզ քննադատում նրա համար, որ Ալիևը ասում է գյոյչա, բայց ժամանակին էլ նույն բանը ասում էր եւ հետեւաբար ինչ է փոխվել, ինչու եք մեզ թիրախավորում։ Սա սպեկուլյացիա է, որովհետեւ հայաստանյան անդիմախոսները մենք երբևէ չենք պնդել, որ Ալիևը ժամանակին եղել է շատ կառուցողական, հիմա դարձել է ապակառուցողական։ Ալիևը միշտ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ ռետորաբանություն է կիրառել, դրանից բխող ռազմական գործողությունների է դիմել, դա մշտապես եղել է։ Եվ ուրեմն ինչ է փոխվել քաղ պայմանագրի պաշտոնավարման ընթացքում։ Փոխվել է այն, որ քաղ պայմանագիրը որոշեց Ալմաթիի հռչակագրով ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, հենց նրա համար, որպեսի հակընդդեմ պահանջներ Հայաստանի նկատմամբ չհնչեն, բայց Ալիևը շարունակում է դա անել, իսկ մեր իշխանությունները չհասկացող, ինչ ասեմ, սովորելու ոչ ունակ մարդկանց նման չեն փորձում տեսնել, որ ինչքան իրենք բավարարել եւ բավարարում են Ալիևի պահանջները, այդ պահանջները չեն պակասում, ավելանում են, եւ հենց սա է ուղղված քննադատությանը իշխանությանը, որ ձեզ ասում են, որ դուք եք մեղավոր, որ ինքը ասում է գյոյչա, չեն ասում նրա համար, որ ժամանակին դա չէր ասում են նրա համար, որ դուք եք մեզ մի 8000 անգամ ասել, որ Ալմաթիով բոլոր մեր հարցերը լուծվեցին վերջ, մենք հրաժարվեցինք Ղարաբաղից, Ալմաթիով նաև երաշխավորվեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բա որ երաշխավորվեց ինչ գյոյչա։ Բա որ երաշխավորվեց ոնց են ադրբեջանցիք ավտոմոբիլներով, ինչպես Ալիևն է ասում, վերադառնալու Հայաստանի տարածք։ Ոնց։ Եթե դուք չեք պահանջում Արցախահայության վերադարձը, բայց Ալիևը շարունակում է նա պահանջել, լավ ինչ ունակությունների տեր է պետք լինել չհասկանալու համար, որ ինչքան դուք զիջել եք, ինչքան դուք զիջում եք, այդքան Ալիևի պահանջները շարունակում են կյանքի կոչվել։ Սա է մեծագույն խնդիրը։ Այս սա է ձեր հիմնական ամոթը, բաց թողումը, եթե այս ամեն ինչը փորձեմ մեղմ խոսքերով ձևավորել։ Իսկ Ալիևը ոնց եղել է Ալիև, այդպես էլ շարունակում է մնալ։ Այդ մեր իշխանություններն են, որ դարձել են Ալիևի խոսքերի պաշտպանը, այդ խոսքերի հեռարձակողը եւ այդ խոսքերի կյանքի կոչողը։